Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը։ Մայիսին Ղարաքիլիսայում Բաշապարանում Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտում հաղթանակ տանել թուրք ռոսակների դեմ պայքարում եւ կասեցվեց նրանց առաջխաղացումը։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը։ Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան սեյմը։ Ադրբեջանն ու Վրաստանը անկախություն էին ստացել հերթը Հայաստանիններ եւ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Սարդարապատի հուշահամալիրի ելույթում մայիսի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Ռետորաբանություն ու հուսահատություն այլևս Հայաստանի ուղեկիցը չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, ասել է նա, հավելելով այժմ երկկողմ խորհրդակցություններ են իրականացվում փաստաթղթի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է մայիսի 28-ին ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի ՊՆ նախարարը։ Հարավային Կովկասում ակտիվացել են արտատարածաշրջանային երկրները։ Նման ակտիվացման նպատակը ոչ թե անվտանգության ամրապնդումն է, այլ դրանց ազդեցության ընդլայնումը, նշել է նա։ Մտահոգության մեկ այլ պատճառն էլ հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններն են։ Մոսկվան իր հերթին հետաքրքրված է եւ պատրաստ է ամեն կերպ նպաստել Երևանի եւ Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մայիսի 28-ին Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Հայաստանի Արթիկ բնակավայրում տորնադո պտտվում։ Սուրենյանի խոսքով սա Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է։ Հայ բլոգերը հումորային տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ իր ռուս կնոջ հետ հայերեն է խոսում։ Կինը չնայած որոշակի ակցենտի հայերեն լավ էր խոսում, անգամ ռուսական ազգանունը փոխել էր հայկականով։ Բայց ինչ ես անում։ Սպասում եմ անձրևը կտրվի։ Իսկ ես զոնտիկ ունեմ։ Այ խայ մարդ, ինձ զոնտիկ, անձրևանոց։ Դե պահի գնացինք։ Տունն եմ թողել։ Դե ուրեմն սպասում ենք։ Սպասենք։ Բայց ինձ թվում է կտրվեց։ Լավ գնացինք։ Գնացինք։